Պեստիցիդների կամ վնասատուների դեմ քիմիական նյութերի անվտանգ օգտագործումն ու վերահսկողությունը Հայաստանում տարիներ շարունակ մտահոգությունների տեղիք են տալիս։ Մասնագետները խոսում են ոլորտի համակարգային խնդիրների մասին, վերահսկողության բացերից եւ խորհրդատվության պակասից մինչեւ կիրառման կանոնների խախտումներ։ Պետական ուսումնասիրությունները եւս արձանագրում են, շուկայում հայտնվել է միրգ եւ բանջարեղեն, որոնցում երբեմն հայտնվում են թույլատրելի չափաքանակը գերազանցող թունաքիմիկատների մնացորդներ։ Սննդում թունաքիմիկատների թույլատրելի մակարդակի գերազանցումը կարող է նպաստել քաղցկեղի, նյարդային եւ էնդոկրին համակարգի եւ այլ հիվանդությունների առաջացմանը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերջին ուսումնասիրությունը 2024-ին է եղել։ Լաբորատոր փորձաքննության էր ենթարկվել 179 նմուշ սեզոնային միրգ բանջարեղեն։ Ամենաշատ խախտումները հայտնաբերվել էին Արարատի մարզից նմուշարված սեխի եւ ձմերուկի նմուշներում, իսկ ամենաշատ պեստիցիդների մնացորդները գրանցվել էին Արարատի մարզում։ Սննդի անվտանգության փորձագետ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ Հայաստանում թունաքիմիկատների կիրառման ոլորտում իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Նրա խոսքով երկրում բացակայում են արդյունավետ կանոնակարգումները եւ պատշաճ վերահսկողությունը, ինչի հետևանքով խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում։ Երբ որ գյուղացին իմանա, որ եթե չարաշահեց ընդհանրապես չի ծախի, չարաշահի։ Իհարկե չի չարաշահի։ Այդ բոլորը մեղավոր են բացի վերահսկողներից ու ինստիտուտներ չստեղծողներից, հա, այսինքն գյուղացին է մեղավոր, որ իրան ոչ մեկ չի ասել, եղբայր կամ սենց է կամ սենց։ Գյուղացին է մեղավոր։ Գյուղացին ասում է, ուրեմն սենց, էս որ դու ստացել ես, գնաց Սովետաշենի աղբանոց, հա, աղբա, մթերք չի, մարդիկ պետք է իմանան, որ դու իրանց թունավորում ես։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը մասնագիտական խորհրդատվության բացակայությունն է։ Շատ գյուղատնտեսներ թունաքիմիկատներ են գնում եւ կիրառում առանց բավարար գիտելիքների, չիմանալով թե օրվա որ ժամին, բույսի զարգացման որ փուլում եւ ինչ նպատակով պետք է օգտագործել դրանք։ Նախկին փոխնախարարն ընդգծում է, որ պետությունը պետք է գիտական հենքի վրա ձևավորել ամբողջական համակարգ։ Նրա խոսքով համակարգն այժմ չի գործում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում չեք գտնի գոնե մեկ մասնագետ, որը կարողանա ճիշտ չափաքանակներ նորմավորի, իսկ դա արդեն բաց է ձեր ասած պետությունը, այդ որն անում որ այդ անի։ Բարձի թողի վիճակա, կարելի ասել, խայտարակ վիճակա, մարդիկ գնում են, մտնում են խանութ, ցույց են տալիս կամ վնասատուին կամ հիվանդ տերևը, փորձում են վաճառողի հետ քննարկեն եւ կատարեն համապատասխան բուժումներ։ Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանն ընդգծում է. հիմնական խնդիրը ոչ այդքան ֆերմերներն են, որքան բուժանյութերի վաճառքի համակարգը։ Նրա խոսքով վաճառքի կետերում հաճախ մասնագիտական լիարժեք խորհրդատվություն չի տրամադրվում, իսկ վաճառքով զբաղվողները միշտ չէ որ ունեն անհրաժեշտ կրթություն։ Դեկանի խոսքով ցանկացած բուժանյութ կիրառելու համար անհրաժեշտ է հստակ իմանալ, թե որ վնասատու օրգանիզմի դեմ է այն նախատեսված, իմանան կիրառման ժամկետները, եղանակային պայմանների ազդեցությունը, ծախսի նորմաները, անվտանգության կանոնները, կրկնակի կիրառման հնարավորությունը եւ սպասման ժամկետը։ Կա հստակ մեր կողմից մշակված այսև բույսերի պաշտպանության ազգային ռազմավարության ծրագիր, որը ցավոք դեռևս կիրառման դրված չի եւ այնտեղ հստակ տրված է ներկրողի պարտականությունները, մեջածախ ներկրողների մասին է խոսքը, վաճառասրաների պարտականությունները, հողագործի պարտականությունները եւ այս բոլորը փաստարկներով, հա, թղթի վրա հաստատված են։ Եթե գնում եմ X քանակությամբ թունաքիմիկատ կամ բուժամիջոց, պետք է դա կիրառեմ եւ փաստաթղթավորեմ, որտեղ եմ կիրառել, ինչ ժամկետներում եմ կիրառել։ Հայաստան ներմուծվող պեստիցիդները անցնում են պետական գրանցում, որն իրականացնում է սննդամթերքի տեսչությունը։ Տեսչական մարմնից Արթուր Նիկոյանի խոսքով իրենք իրավասություն չունեն վերահսկելու, թե գյուղացին ինչպես եւ ինչ չափաբաժնով է օգտագործում դրանք։ Նա նշում է, որ գյուղատնտեսները հաճախ գերազանցում են առաջարկվող դեղաչափերը, առաջնորդվելով շատ լինի քիչ չլինի մոտեցմամբ, իսկ ներքին շուկայում վաճառվող պտուղ բանջարեղենների դեպքում լուրջ խնդիր է հետագծելիության բացակայությունը։ Նիկոյանի խոսքով խանութներում հաճախ հնարավոր չէ պարզել, թե արտադրանքը որտեղ եւ ում կողմից է աճեցվել։ Նման պայմաններում որևէ խախտում հայտնաբերելու դեպքում դժվար է գտնել սկզբնաղբյուրը եւ կանխել նույն խնդրի կրկնությունը։
իսկ ինչ լուծում է առաջարկում ոլորտը վերահսկող գերատեսչությունը։ Հող օգտագործողների բազա ստեղծեն, որ փորձենք ինչ-որ մեխանիզմներ մշակել, ինչպես կարող ենք իրենց բերել վերահսկողության դաշտ, քանի որ իրանք ԱԶՆ-ներ չեն, ՍՊՆ-ներ չեն, իրավաբանական անձիկ չեն, քաղաքացիներ են, ուղղակի քաղաքացիներ են իրանք։ Տեսչական մարմինը քաղաքացիներին որպես այդպիսին ստուգելու գործառույթ էլ չունի։ Բայց ընդհանուր գյուղատնտեսության հետ կապված խոշորացումն է ճանապարհը, կարծում եմ, կոոպերատիվների ստեղծումն է։ Աշոտ Հարությունյանի խոսքով պետությունը պետք է ոչ թե պարզապես խոսի խոշորացման մասին, այլ մշակի եւ կիրառի իրական մեխանիզմներ ոլորտը համակարգված կառավարելու համար։ Պապկեն Պիպոյանի խոսքով յուրաքանչյուր գյուղատնտեսական արտադրանք պետք է ունենա ուղեկցող ֆիտոսանիտարական փաստաթուղթ, ինչպես լինում է օրինակ կենդանական ծագման մթերքի դեպքում, որպեսզի հնարավոր լինի հետագծել, թե որտեղից է եկել եւ ինչ թունաքիմիկատներ են կիրառվել։ Փորձագետը ասում է, որ գործող մոտեցման պետությունը գումար է ծախսում խնդիրների հայտնաբերման համար, սակայն չի կարողանում վերացնել դրանք, քանի որ բացակայում է հետագծելիությունը։ Նրա խոսքով պատասխանատվությունը չի կարելի դնել միայն գյուղատնտեսների վրա, քանի որ վերջիներս հաճախ պարզապես չունեն անհրաժեշտ գիտելիք եւ մասնագիտական աջակցություն։ Այսօր մեր մոտ հետագծելիության շղթան կորածը ենթադրենք գնացինք հենց հիմա ես ու դուք իրար հետ գումի շուկայից առանք լոլիկ, տարանք հասկացանք խնդիր ունի եւ ինչ ենք անում։ Որտեղից է հայտնվեց ա գումի շուկա, մենք չգիտենք։ Իսկ այս փաստաթղթավորման գործընթացը բերելու էր նրան, որ մենք իմանալու էինք որտեղից է եղել։ Մարգեր չկան։ Մարգերով չեմ ցանել։ Ընդհանրապես մարգերով են, չի անում կաղամները։ Նախ դրա համար հավելյալ փող չի ծախսվում, որ տեխնիկան բերենք մարգ քաշի։ Եթե կաթիլայինով ենք ջրում, մարգը ընդհանրապես պետք չի։ Հետո արդեն որ մարգ չի, դու կարողանում ես ազատ մտնես տեխնիկայով, մեջը տեխնիկայով արդեն, որ բահով չանես, չչարչարվես, տեխնիկայով կարողանում ես մշակես։ Գյուղատնտես Արտուշ Խաչատրյանը համոզված է, հնարավոր է գյուղատնտեսությամբ զբաղվել, հնարավորին է շրջանցելով պեստիցիդների օգտագործումը։ Նա առաջարկում է այլընտրանքային մեթոդներ, որոնք նրա խոսքով թույլ են տալիս պահպանել թե հողի բերիությունը, թե ստանալ ավելի մաքուր գյուղմթերք։ Նայեք, էսի նշան եմ արել, այս հատվածում քախաներ աճել, տեսնում եք։ Ես այստեղ էսենցիայի լուծույթով բան եմ արել, ցողել եմ այս տարածքի քախանի վրա, ինքը հիմա այսպես պետքա լիներ։ Տեսեք ոնց է չորացել։ Արտուշ Խաչատրյանի խոսքով քիմիական միջոցների չարաշահումը ոչնչացնում է հողի օգտակար բակտերիաներն ու սնկերը, ինչի հետևանքով հողը աստիճանաբար կորցնում է իր կենսունակությունը։ Բացի այն, որ մենք բարձրարժեք մշակաբույսեր ենք մարդկանց սովորացնում, որ մշակեն, մենք մարդկանց արդեն 5 տարի սովորացնում ենք, մեր փորձով կիսվում ենք, որ հնարավորինս չեզոքացնեն ու քիչ օգտագործեն թունաքիմիկատները, որովհետև թունաքիմիկատները օգտագործելով բարբերաբար շատ ու հատկապես չարաշահումներով մենք վնասում ենք այն հողը, որից որ մենք բերք պետքա ստանանք։ Այսինքն թունաքիմիկատներով շատ հեշտ է զբաղվել գյուղատնտեսությամբ, բայց դրա պատճառած վնասները անսահման են ու տարիների, երկար տարիների, ուրեմն արդյունք պետքա լինի, երկար տարիներ ժամանակ պետքա անցնի, որ հողը կարողանա ինքնուրույն վերականգնվել, եթե մենք իրան չօգնենք։ Այսինքն, հա, շատ հաճելի է, օրինակ հերբիցիդներ օգտագործում են մարդիկ շատ քանակությամբ, որպեսզի մոլախոտերի դեմ պայքարեն։ Հաճելի է մտնում ես դաշտ, տեսնում ես մոլախոտեր չկան, բայց մենք նաև այդ հերբիցիդով բացի մոլախոտից սպանել ենք նաև այդ հողում ապրող օգտակար բակտերիաներն ու սնկերը։ Սիվիլնեթի գրավոր հարցմանը, թե արդյոք բնակչությունը պաշտպանված է պեստիցիդների գերօգտագործումից եւ ինչ բացեր կան, Առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ իրավասու չէ գնահատական ներկայացնել եւ հորդորել է դիմել համապատասխան պետական մարմին։ Մասնագետները մեկ հարցի շուրջ համակարծիք են. միրգ բանջարեղեն օգտագործելիս պետք է ուտել սահմանափակ, նախապատվությունը տալ բազմազան սննդակարգին եւ չօգտագործել մեծ քանակությամբ մեկ տեսակի միրգ կամ բանջարեղեն։ Տարբեր մշակաբույսերի դեպքում կիրառվում են տարբեր թունաքիմիկատներ եւ բազմազան սնվելը կարող է նվազեցնել նույն նյութի մեծ քանակով օրգանիզմ մտնելու հավանականությունը։